ադրբեջանական սպառնալիքը կնվազի էապես, որտեղ Ադրբեջանը եթե տեսնի իր հիմնական սպոնսորը, իր հիմնական թևութիկունքը, ռազմական իմաստով Թուրքիան իրեն հասկացնում է, որ վերջ թարգի այս կոնֆլիկտը արդեն ինձ վրա էլ է շատ թանկ նստում, շատ է ճնշումները վրես, թարգի այդ ճանապարհն է թող իրենք իրենց վերահսկողության տակ մնա, Հայաստանի վերահսկողության տակ, դա մեր համար լավագույն ելքը կլինի այս իրավիճակից եւ արդեն զարգացման ճանապարհ կլինի Հայաստանի համար, որտեղ ներդրողները սպասում են, շատ ներդրողներ կան, ոչ միայն հայազգի, նաեւ ժողովրդավարական ուղղվածություն ունեցող, ժողովրդավարական երկրին աջակցել ցանկացող ներդրողներ կան, որոնց միակ խոչընդոտ այստեղ գալու պատերազմի վտանգն է եւ ամեն ինչը կորցնելու վտանգն է։ Եթե խաղաղություն հաստատվի, կայունություն հաստատվի տարածաշրջանում, մեր քաղաքակրթվածությունը նաեւ, մեր քաղաքացիների գրագետ, տեխնոլոգիապես նաեւ առաջադեմ հատվածի պոտենցիալը այդ ներդրումները իրացնելու թույլ է տալու, ես խոսքը գնում եմ նախ եւ առաջ բարձր տեխնոլոգիական ոլորտի, հա, որտեղ այլի տղեկի մասին, հնարավորություն է տալու, որ այդ մեծ ներդրումները, 100 միլիոնավոր ներդրումները արվեն Հայաստանում եւ սրընթաց զարգացում լինի ամբողջ երկրով, այդ թվում քաղաքներով, թիմերով եւ համապետական մասշտաբով։